Շատ կարևոր մի բան ասեմ ձեզ։ Մեզ հայտնի ընդգրկել է վիթխարի տարածք, իմ հաշվարկներով մոտ 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ընդգրկել է ժամանակակից 17 պետության սահմաններ, այստեղ իմ կարծիքով առանցքային է եղել մետաղամշակությունը, շատ ավելի բարդ տեխնոլոգիա, շատ ավելի բարդ հասարակական կառուցվածք պահանջող երևույթ, որտեղ մետաղների արտադրությունը շատ կարևոր է եղել հին արևելքի համար։ Եվ հայկական լեռնաշխարհում եղել են այդ հումքի վիթխարի պաշարները, մեզ համասրբազան լանդշաֆտը ձևավորվել է մոտավորապես 4500 տարի Քրիստոսի ծննդից առաջ։ Առաջի անգամ արևմտյան գրականության մեջ հնչեց տեսակետ, որ կարմիր բլուրի բնակիչները, որոնց ԴՆԹ-ն հետազոտվել է, ուրեմն հանդիսանում են մեր անմիջական նախնիները։ Ուրարտական ժամանակաշրջանի մասն։ Եվ նախաուրարտական։ Եվ նրանք ասում են, որ նախաուրարտական եւ ուրարտական գեները միաստիպ են։ Հասկանում եք։ Մեզ հետ։ Դե եւ նաեւ մեզ հետ։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, այսօր ինքնության տաղավարում մենք ժամանակի մեքենայով հետ ենք գնալու ենք հասնենք հնարավոր այն ժամանակահատվածը, որը այսօրվա գիտության բացահայտումների շնորհիվ կարող ենք համարել մեր քաղաքակրթության խանձարուրը, օրորոցը։ Այսօր տաղավարում այդ խանձարուրը հայտնաբերած շատ սիրելի իմ գիտնականներից մեկին եմ հրավիրել տաղավարում զրուցելու եմ Հակոբ Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարի լույս։ Պարոն Հակոբ Սիմոնյանը արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր է, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի հնագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, ԵՊՀ եւ Գեղարվեստի ակադեմիայի դասախոս։ Ձեր իհարկե ամբողջ գիտական աշխատանքի վաստակի բոլոր բաները չէ, որ այստեղ կհասցնեմ նշել, բայց սրանք էլ բավական շատ են, որպեսզի մեր ունկնդիրները ձեր խոսքը եւս մեկ անգամ վայելից մի փոքր ճանաչեն ձեզ։ Շնորհակալ եմ։ Իհարկե չափազանցրեցիք, դա միայն ես չեմ հայտնագործել, դա ես իմ գործընկերների հետ եմ հայտնագործել եւ պետք է ասել, որ դա այսօրվա հնագիտության, նաեւ պատմագիտության առանցքային խնդիրներից մեկն է։ Եկեք սկսենք ձեր վերջին բացահայտումներից, վերջին 1-2 տարվա ընթացքում ձեր հնագիտական արշավախմբերի բացահայտումներից, հասկանանք ինչ եք գտել եւ ինչ նորովի է հայտնվել մեր հայկական քաղաքակրթությունը գիտնականների ձեռքերում եւ գիտնականների հայացքի պրիզմայի միջոցով։ Շատ լավ, փորձենք հանրամատչելի ձևով ներկայացնել այդ գիտական կնճռոտ հարցը, քանզի շենգավթյան մշակույթի կամ կուրարաքսյան մշակույթի մասին շատ շատերը գիտեն, լսել են, երևանցիներին ծանոթ է Շենգավիթ հնավայրը, որի անունով կոչվել է այդ մշակույթը եւ մի մշակույթ, որը եղել է հին արևելյան ֆենոմեններից մեկը, հին արևելյան բացառիկ երևույթներից մեկը, ընդգրկել է վիթխարի տարածք, իմ հաշվարկներով մոտ 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, ընդգրկել է ժամանակակից 17 պետության սահմաններ։ Կարող ենք սահմանները մոտավորել որտեղից որտեղ։ Իհարկե, մոտավորապես Մերյալ ծովից կամ Մերյալ լճից հարավում, այո, մինչև հարավ-ռուսական տափաստանները հյուսիսում։ Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասերից մինչև միջին փոքր Ասիայի կենտրոնական շրջանները։ Փաստորեն ընդգրկել է եւ փոքր հայքը եւ ավելի արևմուտք ընկած տարածքները։ Ինչից ենք մենք որոշում, որ այդքան տարածք է այդ մշակութային շերտը զբաղեցրել։ Դա հայտնագործություններ են, որոնք կատարել են բազմաթիվ երկրների բազմաթիվ գիտնականներ
եւ իհարկե մշակույթը այնքան մեծ եւ ընդգրկուն է, որ տարբեր տեղերում, տարբեր երկրներում դրանք կոչվում են տարբեր անուններով։ Շատ տարածված է Կուրարաքսյան անվանումը, շատ տարածված է Տրանսկովկասյան անվանումը, սև կարմիր փայլեցված խեցեղենի մշակույթ անվանումը, Կարազյան մշակույթ, Յանիկյան տարբեր Բայց բոլորը նույն բանի մասին են։ Այո, բայց դրանք բոլորը նույն մշակույթի տարբեր տարածաշրջաններում անվանումներն են։ Իրենք ունեն մեկ ընդհանրություն, հա, մեկ ընդհանուր դիմագիծ, որով կարող ենք մեկ մշակութային շերտ համարել։ Անկասկած։ Այդ մշակույթին շատ հատուկ է ճարտարապետությունը, տների հորինվածքները, այսինքն այն, ինչ կենցաղի ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Թերևս ընդհանուր հավատալիքները եւ պաշտամունքը, քանզի այդ տարածքների վրա հայտնաբերված կավանոթների զարդարվեստը միասնական եւ ընդհանրական է բոլոր տարածքների համար։ Կարևորագույն մի երևույթ դա տեխնոլոգիան է։ Շատ հետաքրքիր է, որ կենտրոնական մարզերից դեպի ծայրամասեր տեղափոխված մարդիկ պահպանել են կավանոթների պատրաստման տեխնոլոգիան։ Այդ մշակույթի կարևորագույն հիմքերից մեկն է եղել մետաղագործությունը։ Շատ կարևոր մի բան ասեմ ձեզ։ Մեզ հայտնի հնագույն քաղաքակրթությունները, Եգիպտոսը, Միջագետքը խարսխված են եղել երկրագործության, մասնավորապես հացազգիների մշակման վրա։ Դա է տվել այն հիմքը տնտեսական այդ քաղաքակրթությունների ձևավորման համար։ Այստեղ իմ կարծիքով առանցքային է եղել մետաղամշակությունը, շատ ավելի բարդ տեխնոլոգիա, շատ ավելի բարդ հասարակական կառուցվածք պահանջող երևույթ, որտեղ մետաղների արտադրությունը շատ կարևոր է եղել հին արևելքի համար։ Եվ հայկական լեռնաշխարհում եղել են այդ հումքի վիթխարի պաշարները։ Մյուս կարևորագույն հատկանիշներից մեկն էլ եղել է վանակատը կամ օբսիդիանը, որի հայրենիքներից մեկը նույնպես Հայաստանն է։ Այն ժամանակ սրանք եղել են ստրատեգիական հումք, որոնք արտահանվել են շատ հեռավոր երկրներ, ընդհանուր մինչև Ուկրաինա։ Եվ այս մշակույթները ունենալով իրենց ընդհանրությունը անկասկած ունեցել են նաև կապը կենտրոնի հետ։ Այլապես միմյանցից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերում անմիջապես տեղի կունենար, այդպես կոպիտ բառով ասեմ, այլասերում, այլափոխում ավելի ճիշտ։ Այսինքն մշակույթները կսկսեին փոփոխվել։ Այո, փոփոխվել, ձեռք բերել նոր տիպեր, նոր կերպ, նոր ուրեմն մտածողություն։ Այսինքն եղել է կենտրոնի հետ հստակ կապ։ Բայց ինչպես, ինչ տեսակ կապ են ունեցել։ Հիմա ամենակարևոր խնդիրը, որ դրված է, եւ շատերն են գիտնականներից փորձում պարզել, թե որն է եղել հայրենիքը, որտեղ է վերջո ձևավորվել այդ հզոր մշակույթը, որտեղից են գնացել այդ իմպուլսները դեպի ծայրամասեր։ Շենգավթյան մշակույթը ինքը ընդհանրապես թվագրում է վաղ բրոնզի դարաշրջանով 3500-ից մինչև 2500 թվականները Քրիստոսի ծննդից առաջ։ Հիմա մենք փորձում ենք գտնել, իսկ ո՞րն է եղել այդ մշակույթի ակունքները եւ որ տարածքներում են դրանք ձևավորված եղել։ Կան տարբեր կարծիքներ, անկասկած, կարող եմ ասել, որ համամարտկային խնդրեմ է սա, համամարտկային խնդիր է, եւ այս խնդիրը լուծելու համար առաջ են քաշվել տարբեր տեսակետներ, ինչ որտեղ ամեն մի երկրի գիտնական փորձել է կարևորել իր երկրի տարածքը որպես այդ մշակույթի կենտրոն, վերջո ընդհանրացնելով կարող ենք ասել, որ հարավային Կովկասը, այդպես ասած, որը նույնն է ինչ հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանները, եղել է
այն տարածքը, որտեղ ձևավորվել է մշակույթը։ Այդ մշակույթի ակունքների վերաբերյալ մենք տեղեկություններ ենք ունեցել ժամանակակից Վրաստանի տարածքում, Միլ Ղարաբաղյան հարթավայրում։ Այս մշակույթը անկասկած շատ ու շատ խոր հետք է թողել։ Բայց բուն Հայաստանի Հանրապետության տարածքում մեր ունեցած տվյալները բավականին սակավաթիվ էին, որպեսզի ավելի պատկերավոր լինի, ձեզ ասեմ, որ մենք ունեինք առանձին դամբարաններ, առանձին գտածոներ, հպանցիկ ուսումնասիրված բնակատեղիներ, բայց որոնք բայց ամբողջական ձևավորված չէին։ դամբարանադաշտ մինչև այդ տարածքի ուսումնասիրումը մենք չունեինք։ Որտեղ է գտնվում այդ տարածքը։ Երևանը։ Այդ տարածքը գտնվում է Արագածոտնում։ Արագածոտնը մեր սիրտն է եղել։ Միշտ հայկական մշակույթի, պետականության հոգևոր կենտրոնն է եղել եւ Արագած լեռան, որը մայրն է, սնուցող այս տարածաշրջանը կյանքի կոչող մայր սարն է, որտեղից բխում են հազարավոր աղբյուրներ, որ սնուցում է եւ Շիրակի դաշտավայրը եւ Արարատյան դաշտավայրը եւ գյուղատնտեսական իմաստով մեծ նշանակություն ունի։ Այս երկուսի հպման վայրում ես ձեզ ասեմ, ժամանակակից 4-5 գյուղերի միջակայքում Աղավնատուն, Լեռնամերձ, Ոսկեհատ, ուրեմն Արագած տարածում է մի վիթխարի դամբարանադաշտ։ Google-ի քարտեզի վրա, երբ ես փորձեցի ուրվագծել այդ սահմանները, ապա ստացվեց, որ նվազագույնը 300 հեկտար մակերեսի վրա տարածված է եղել այդ դամբարանադաշտը, հավատքի կենտրոնը, հնագույն ճանապարհներ, վիթխարի երկարությամբ ճանապարհներ, մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող 6 մետր լայնությամբ, երկու կողմից քարաշար պատերով ճանապարհներ։ Գիտեք, սա նույնիսկ հին արևելյան քաղաքացիների կտրվածքով բացառիկ երևույթ է, եւ այդ ճանապարհները տանում էին դեպի հնագույն տաճարները, տանում էին դեպի պաշտվող նախնիների գերեզմանները, եւ այստեղ եզակի մի երևույթ նույնպես կա։ Դամբարանների մոտ կային ժայռապատկերներ։ Ժայռապատկերները մեկն են բարձր լեռնային շրջանների երևույթ է։ Այո։ Եվ հանկարծ այդ ժայռապատկերները հայտնաբերվում են ծովի մակարդակից ընդամենը 1000-1100 մետր բարձրության վրա, ինչը անհավատալի եւ բացառիկ երևույթ էր։ Այսինքն այդ 1000-1500 մետր բարձրությունը նույնիսկ 1500 չէ, 1100։ 1100 սրբազան լանդշաֆտային տարածք է։ Այո, դա հենց սրբազան լանդշաֆտ։ Ամենից տիպիկ անվանումը սա է։ Սրբազան տարածք, որտեղ եղել են մեգալիթյան բացառիկ կարևոր կառույցներ։ Բացառիկ կարևոր։ Եվ այստեղ ամենայն հավանականությամբ այս ինչ ասեմ մեզ համասրբազան լանդշաֆտը ձևավորվել է մոտավորապես 4500 տարի Քրիստոսի ծննդից առաջ։ Եվ այս մշակույթում հենց մենք տեսնում ենք այն ակունքները, այն սկզբնական խմորումները, որոնք վերջի վերջո ձևավորեցին Շենգավթյան կոչվող այդ հսկայական պատմամշակութային ընդհանրությունը։ Իսկ գուցե Շենգավիթյան, Քուրարաքսյան այդ մշակույթը անվանենք Արագածյան մշակույթ։ Գիտեք, Շենգավթյանը արդեն իսկ շարժում է մեր հարևանների նախանձը։ Ես ձեզ պարզապես ասեմ, որ ընդունված է համաշխարհային պրակտիկայում, որ մշակույթը պետք է կոչվի այն հնավայրի անունով, որն առաջին ուսումնասիրվել է։ Այնակ Յանիկյան, որ ասում են, կամ Կարազյան մշակույթ ասում են, նրանք հիմք են ընդունում, որ իբր այդ հնավայրերը առաջինն է, որ ուսումնասիրում են, անտեսելով նա, որ առաջի հնավայրը, որ ուսումնասիրվել է, եւ որի միջոցով մենք այդ մշակույթի մասին պատկերացում ենք կազմել շնորհիվ հնագետ
Եվգենի Բայբուրդյանի պեղումների, նա հենց Եվգենի Բայբուրդյանը մշակույթը կոչել է Շենգավիթյան։ Դեռ Շենգավիթում է գտնում։ Այո, քանի որ դա կենտրոնական հնավայրերից մեկն է, առ այսօր էլ, եւ բացի այդ առաջի ուսումնասիրված հնավայրն է։ Այսինքն միջազգային բոլոր նորմերով այդ մշակույթը պետք է կոչվեր Շենգավիթյան, բայց քանի որ դա շարժում էր մեր հարևանների նախանձը եւ հյուսիսում եւ հարավում եւ արևելքում, ապա որոշեցին այդ մշակույթը անվանել Կուրարաքսյան։ Այսինքն Կուրարաքսյան անվանեց այդ մշակույթը Վրաստանում այն ժամանակ ապրող Կուվցին Բարիս Ալեքսանդրովիչ Կուվցինը, որը միանգամից ընդունվեց։ Ինչի համար? Որովհետև շրջանառությունից դուրս էր բերվում Շենգավիթյան։ Հիմա դուք առաջարկում եք Արագածը։ Չէ, չեմ առաջարկում։ Չէ, այդ իմաստով հակագիտական եմ ասում, բայց նկատի ունեմ որպես ավելի հին քան Շենգավիթյան այդ տարածքում դետացները։ Գիտեք, մենք կարող ենք այո իր ուրեմն նախորդող մշակույթը, այդպես չասենք, երիտասարդության փուլը այս մշակույթի կամ մանկական փուլը անվանել այո Արագատյան մշակույթ, քանի որ դա գտնում է տարբեր գյուղերի տարածքներում, այնտեղ պետք է դուք տեսնեք այդ ռելիեֆը, ամբողջովին քարակուտակումներից ահռելի քարաբուրգերից կառուցված աշտարակներ, ընդ որում դա կառուցել է մարդը։ Առաջացքին կեցնում է թե դրանք բնական ձևավորումներ են, բայց ավելի մանրամաս ուսումնասիրումը բացահայտում է, որ դրանք մարդաստեղծ երևույթներ են։ Եվ այդ աշտարակները մեկը մեկի հետևից, որոնց վրա ժամանակին վառվել է կրակը, կատարվել են ծիսական արարողություններ, կարծես թե մեզ տալիս են թե Արարատ լեռան ֆոնի վրա ինչ հսկայական, ուրեմն սրբազան տարածք է եղել։ Արարատ թե Արագած։ Արարատ այստեղից փայլուն ձևով երևում է մեծ մասի սարը, որ նստած է ամեն հայի սրտում եւ ոչ մեկը չի կարող դա հանել մեր միջից, քանի դեռ հայը կա։ Ամբողջ այդ տարածքը մեծ եւ փոքր մասիսները իհարկե հետևում ընդգրկում են նաեւ Արագածը, մի փոքր այնքան ոչ պակաս սրբազան մեկ այլ Արայի լեռը, սա սրբազան եռանկյունի եմ ես անվանել, եւ այս տարածքը միշտ եղել է մեր քաղաքակրթությունների, կարելի է ասել, բնօրրանը։ Եվ այս երևույթները, գիտեք, այդ աշտարակները, որ ես ձեզ ասում եմ, որ կառուցվել են, այդ աշտարակների մերձակայքում եղած սրբարան տաճարները, որոնք հենց հիմքն են եղել, որ այստեղ ժայռապատկերներ կերտվեն։ Փաստորեն այդ ժայռապատկերները գտնվել են կամ պաշտվող նախնիների, հերոսների, այն ժամանակվա համար հզորագույն մարդկանց դամբարանների վրա, որը սերունդներ ի վեր պաշտվել է, կամ եղել է այդ պաշտվող տաճարական կառույցների հարևանությամբ։ Իսկ ինչ թեմաներով են այդ ժայռապատկերները։ Ժայռապատկերները սովորաբար, ինչպես բոլոր մեր ժայռապատկերները, հիմնականում պատկերում են երեների, որսի կենդանիների, այսինքն այծերի, քարայծերի, ուրեմն արխառների, այստեղ կա նաև շատ հետաքրքիր մի պատկեր իշայծամի, ուրեմն պատկերով ժայռաքանդակ, որը եզակի երևույթ է ընդհանուր առմամբ։ Այստեղ կան որսորդներ անկասկած, կա վարուցանքի տեսարաններ, եզներին լցված սայլեր, եւ պետք է ասել թեմատիկ առումով այստեղ հարյուրավոր ժայռապատկերներ են, եւ այս ամբողջ այդ լանդշաֆտում մենք տեսնում ենք նաեւ հնագույն բնակատեղիների հետքեր։ Մենք տեսնում ենք այստեղ այն ամենը, ինչ կարող էր առնչվել պաշտամունքի հետ։ Իսկ պաշտամունքը ձևավորված դա արդեն բարձր հասարակական կառուցվածքի վկայություն է, նաև ինչ որ տեղ էթնիկ մտածողության երևույթ, որովհետև մենք այստեղ տեսնում ենք նույն երևույթները, որոնք ձգվել են հազարամյակներ։
Այնուհետև մենք տեսնում ենք այս մշակույթը զարգանալով տարածվում է եւ ընդգրկում այն հսկայական տարածքը, որ ես ասեցի։ Դրանցից ամենակարևորներից մեկը Եփրատի ափին գտնվող Արիոցների բլուրն է կամ Ասլան թեփեն, երբեմն ասում են Արսլան թեփը։ Դա եղել է խոշորագույն տնտեսական, առևտրական, ադմինիստրատիվ կենտրոն, որը թվագրվում է 4-րդ հազարամյակի երկրորդ կեսով։ Այնտեղ բական երկար տարիներ պեղումներ է կատարել իտալական արշավախումբը, ուրեմն Մարցելա Ֆրանջեպանի գլխավորությամբ, լույս են տեսել տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, այստեղ է հայտնաբերվել արքայի դամբարանը, որը լիքն էր զենքերով, սրերով, դաշույններով, նիզակներով եւ առ այսօր դա համարվում է բացառիկ հայտնագործություն ընդհանրապես հին արևելյան մշակույթի համատեքստում։ Որ արքայի դամբարանն է դա։ Այդպես ասել մենք չենք կարող, այն ժամանակ նախագրային շրջանն է եղել։ Անունները մենք չենք կարող ասել, բայց որ դա եղել է հզորագույն տիրակալ, դա որից է կասկած չի արվում։ Որ ժամանակաշրջանի տիրակալ է եղել։ Ես ասեցի 4-րդ հազարամյակի երկրորդ կես։ Էլի նույն Շենգավիթյան ժամանակաշրջանի մշակույթ։ Եվ ահա այդ ժամանակ այդ Շենգավիթյան մշակույթը կրողները հյուսիսից եկել, գրավել են այդ կարևորագույն կենտրոնը եւ դարձել իրենց համար արդեն կենտրոն։ Եվ այստեղ կա Շենգավիթյան մշակույթը կրողների հսկայական շերտ, եւ այդ հսկայական շերտը ահա առ այսօր էլի են ասում, փորձում են գտնել, իսկ որտեղից եկան այդ հզոր անհատները, այդ հզոր ռազմիկները, որ կարողացան գրավել ուրեմն Արիոցների բլուր կոչվող բնակատեղին քաղաք է եղել դա։ Եվ որտեղից եկան դա։ Ահա հիմա կարծես թե մենք գտնում ենք բալանին, դարերի փոշիների միջից դուրս է գալիս այդ գիտելիքը, տարածքը, որը մենք, ինչպես դուք ասեցիք, բերեք կոչենք Արագատյան։ Այո, այդ տարածքը, որտեղ որ եղել ամենահնագույն դամբարանները, հնագույն պաշտամունքային կենտրոնները, ծիսական ճանապարհները, աշտարակները, մեգալիթյան կառույցները։ Գիտեք, առ այսօր երբ մենք նայում ենք այդ քարերի հսկայական կուտակումների վրա, թվում է թե դրանք բնական հրաբխային երևույթներ են ընդհանրապես։ Եվ այս տարածքում շրջում եմ, անդադ հիշում եմ Ագագթանգեղոսի վկայությունը, որը շատ հետաքրքիր ձևով իհարկե նեգատիվ ներկայացնելու միտումով ասում են նրանք նկատի ունենք մեր նախնիներին, որ փայտն իմ ամուսինն է, իսկ քարը իմ ծնողը։ Այսինքն մենք քարից ծնված ենք եւ այդ քարակերտ միջավայրում ապրող մարդիկ են եղել, որոնք քարի պես պինդ տղամարդիկ են ծնել, որոնք կարողացել են այդ ամբողջ տարածքների վրա հաստատել իրանց գերիշխանությունը, որոնք կարողացել են գնալ, հետո արդեն Արսլան թեփեից հետո նրանց մյուս շարժումը եղել է դեպի Լևանտ, նրանք գնացել այնտեղ դեռևս անգլիացի հայտնի գիտնական Լեոնարդ Վուլլին նշում էր, որ հարյուրավոր կուրարաքսյան մշակույթի բնակատեղիներ կան Լևանտում, այնուհետև իջել են մինչև Պաղեստին, մինչև Մերիալցովի ափերը, եւ թերևս Միջագետքը նվաճելով կարելի է ենթադրել, որ նույնիսկ բախում է տեղի ունեցել հզորագույն եգիպտական քաղաքակրթության եւ Շենգավիթյան մշակույթը կրողների միջև։ Ճակատամարտային բախում թե մշակութային։ Ճակատամարտային հենց։ Սա ես դեռ հորդվածը գրել, բայց չեմ հրատարակել, այնուամենայնիվ կա մի վկայություն, թե ինչպես Պեպի զորավարը ամբողջ Եգիպտոսից զորքեր է հավաքել եւ հարավից Եգիպտոսից շարժվել դեպի հյուսիս, հետո տեղի ունեցել
այդ ընթարումը եւ այլն։ Պետք է ասել, որ սա դեռ երկար հիմնավորման կարիք ունի, բայց մի բան հստակ է, որ Շենգապտյան մշակույթը կրողները հասել են Մերիալ ծովի հարավային շրջանները, այսինքն մեկ քայլ եւ արդեն Եգիպտոսն է։ Այս մշակույթը կրողները հասել են, այդպես եթե ասենք Պարսկաստանի ժամանակակից տարածքով հասել են գրեթե մինչև օվկիանոս։ Իհարկե դեռ օվկիանոսի մերձակա տարածքներում չկան այդպիսի հնավայրեր, բայց շատ ուշագրավ մի հետաքրքիր երևույթ կա։ Հենց Պարսից ծոցի ափին ժամանակին ձևավորված է եղել հին արևելքի հզորագույն երկրներից մեկը Էլամը։ Էլամ, որը վերջիվերջո կործանեց շումերական քաղաքակրթությունը, գրավեց Շումերը, Ուրի երրորդ հարստությունը, եւ այնտեղ ողբում նշում է թե ինչպես էլամական զորքերը եկան եւ այլն։ Երկրորդը նրանք գրավեցին Բաբելոնը։ Եվ Բաբելոնը աշխարհի կենտրոնը գրավելուց հետո այնտեղ 2 դար իշխեցին։ Եվ հանկարծ Էլամը սեմական կներեք, ես իմ ամենահետաքրքիր տեղը չեմ ուզում շեղվեմ, հետո դուք ձեր հարցը կտաք։ Ահա վերին նավերի արքայական դամբարանում, որը թվագրվում է 17-րդ դարով Քրիստոսի ծննդից առաջ, մենք հայտնաբերվեցինք տիպիկ էլամական մշակույթին բնորոշ դիմաքանդակներ, ուսագոտիներ, որոնք զարդարված էին արխառներով, կենացառերով, որոնք պատրաստված էին բիտումից եւ երեսապատված էին ոսկյա թիթեղներով։ Դա արքայական արդեն ընծաներ էին, որ Էլամի հզորագույն արքան ուղարկում էր ոչ պակաս հզոր հյուսիսի տիրակալին, արարատյան տիրակալին եւ նրանից հավանաբար աղերսում էր ռազմական օգնություն, իսկ այստեղ այդ ժամանակ ձևավորված էր վիթխարի ռազմական ներուժ, ռազմակարգերով, հեծյալներով, որը կարիք հավանաբար ունեցել է Էլամի արքան։ Եվ այս կապը, որը մենք տեսնում ենք վաղ բրոնզե դարից, իր ուրեմն շարունակությունն է գտնում նաև միջին բրոնզե դարում։ Եվ մենք նայում ենք նաև աշխարհագրական տեսակետից ահա այս տարածաշրջանը, ապա ոսկեհատ գյուղը եւ ընդհանրապես այդ կենտրոնական հատվածը, Աղավնատուն, Լեռնամերձ, ոսկեհատ, ահա այդ տարածքը, որը որ կենտրոնն է իմ նշած այդ մշակութային, ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու, ընդամենը 1.5-2 կիլոմետր է հեռու, 3 կիլոմետր ամենաշատը վերին նավերի արքայական դամբարանից։ Այսինքն այդտեղ ապրել են վերին նավերում որպես արքայական դամբարան։ Դա շարունակվել է։ Ես սերունդների անվերջանալի անընդհատ կապի մասին է խոսում, եւ կապը նաեւ էլամական մշակույթի եւ էլամական տերության հետ։ Սա գիտեք նոր բացահայտումներ են, ես այդպես ուզում եմ ասել այն ինչի մեջ եփվում է, բայց բարերը ուղղակի ես ծավալն եմ, ես ինձ հմայված լսում եմ ձեզ ու փորձում եմ պատկերացնել այդ ծավալը, որը դուք բացահայտել եք ու նոր բան պիտի լինի։ Ես ուզում եմ որ այդ էմոցիան, որ հիմա ես զգում եմ, փոխանցվի նաև էկրաններից այն կողմ, որովհետև այն ինչ որ դուք ասում եք իսկապես բացառիկ մի բան է։ Եվ որը փաստերով ապացուցված եւ փաստերով հիմնավորված։ Այո, սա հնագիտորեն հիմնավորված փաստեր են եւ վերջապես դրանք մեր անմիջական նախնիներն են։ Դրանք մեր անմիջական նախնիներն են։ Այդպիսի հզոր նախնիներ ունեցող ժողովուրդը պետք է ունենա նաեւ հզոր ապագա։ Ես ԴՆԹ տարալուծումների մասին։ Այդ դա է ուզում հարցնեմ, արդյոք ձեր պեղումների ժամանակ բավական նյութ գտնել եք, որ հնարավոր լինի ԴՆԹ վերլուծության ենթարկել։ Անկասկած։ Այ վերջերս համար 1 ամսագիրը գիտական համարվող
Science ամսագրի մի ամբողջ հատոր նվիրված էր հնագույն ԴՆԹ հետազոտումներին։ Ընդ որում 180 հեղինակներ են մասնակցել այդ աշխատանքներին, բայց հիմնական ԴՆԹ տարալուծումները կատարվել են Բոստոնի մարդաբանության լաբորատորիայում, որի տնօրենն է Դեյվիդ Ռեյխը, Իոսիֆ Լազարիդիս կա այնտեղ շատ հայտնի գիտնական, բարեբախտաբար նրանք հայեր չեն, ավելին հրեաներ են, Որ չասենք հայերն են հայերն են ասում, եւ ահա այդ հետազոտման մեջ տասնյակ ուրեմն Հայաստանից ուղարկված փորձանմուշներ են տարալուծվել, սկսված նեոլիթյան ժամանակաշրջանից ընդհանուր մինչև միջնադար, եւ ահա այդտեղ բացահայտվել է հնդեվրոպական ժողովուրդների ամբողջ տեղաշարժը, այդպես էլ կոչվում է հարավային աղեղ, South Arc, որը ընդգրկում է կենտրոնական Եվրոպայից մտնում Բալկաններից Հունաստան, Հունաստանից Լևանտից հայկական լեռնաշխար, այնուհետև մինչև Մայկոպյան մշակույթ, մինչև հարավ-ռուսական տափաստաններ։ Այս հարավային աղեղի հետազոտումները, հատկապես հայկական նյութի մասին է խոսքը, ահա նրանք առաջի անգամ արևմտյան գրականության մեջ հնչեց տեսակետ, որ կարմիր բլուրի բնակիչները, որոնց ԴՆԹ-ն հետազոտվել է, ուրեմն հանդիսանում են մեր անմիջական նախնիները։ Ուրարտական ժամանակաշրջանի մասն։ Եվ նախաուրարտական։ Եվ նրանք ասում են, որ նախաուրարտական եւ ուրարտական գեները միաստիպ են։ Հասկանում եք։ Մեզ հետ։ Դե եւ նաեւ մեզ հետ։ Շնորհակալություն գիտնականներն ապացուցելու համար, միջազգային գիտնականների կողմից ապացուցելու համար, որ Ուրարտուն հայկական է։ Այո։ Ամեն դեպքում այնտեղ հստակ այդ մասին գրում են, որ այդ գեները, որոնք հայտնաբերվել են Ուրարտական Թեշեվայինի քաղաքի դամբարանդաշտից, նույնական են վաղ երկաթի դարում Հայաստանում ապրող բնակչության գենետիկ կազմի հետ։ Այդ նյութերը դուք եք իրենց ուղարկել։ Նյութերը մենք ենք ուղարկել, հետազոտումներն իրանք են արել, եզրակացություններն իրենք են արել։ Այսինքն ԴՆԹ-ն դա արդեն լրիվ այլ ոլորտ է, դա հնագիտության ոլորտ չէ։ Մենք նրանց տրամադրել ենք նյութերը, թվագրել ենք այդ նյութերը, իրենք դրան կատարել են նաև ռադիոածխածնային տարալուծումներ եւ ռադիոածխածնային տարալուծումների հիման վրա այդպես եղել, որպեսի ես ուզում եմ լրացում անել, դա այնպես հսկայական տարածք էր, որ երբեք չէր կարող, որ այդտեղ լիներ ընդամենը մեկ էթնիկ խմբավորում, անկասկած եղել են բազմաթիվ էթնիկ տարրեր, ինչպես ցանկացած կայսրության տարածքում է, եւ ժամանակակից եւ ուրեմն անտիկ ժամանակաշրջանի եւ ավելի վաղ ժամանակաշրջանի, բայց այստեղ որոշակի է նաև հայկական գենի առկայությունը, որը մեզ ցույց է տալիս, որ այս տարածքում հայը ապրել է, ձևավորվել է որպես ժողովուրդ եւ հիմա էլ ապրում է։ Շատ մարդիկ հիմա ուղղակի կզարմանան, որտեղ իրենց գիտական թեզերը եւ իրենց սխալ ռոպագանդան կառուցում են այլի վրա, եւ շատ լավ է, որ գիտական հիմքով այժմ ապացույցներ ունենք։ Ոնց գտաք այդ նոր պեղավայրը, որ վերջին 2 տարվա ընթացքում հետազոտում եք։ Գիտեք, այս պեղավայրը ֆինանսավորումը կատարվեց ML Mining կազմակերպության միջոցներով, նպատակն էր տարածքի ուսումնասիրումը, որպեսզի տեսնենք, թե մենք այստեղ ինչ ունենք, թե դա պարզապես քարակարկառների ընդամենը մի երևույթ է, եւ այս երկարատև անցած տարի 6 ամիս ես այնտեղ պեղումներ եմ արել։ Այդ պեղումների արդյունքում ահա բացահայտվեց այդ զարմանալի մշակույթը, զարմանալի կենտրոնը,
կենտրոնը, որը որ ես համոզված եմ եղել է հենց Կուր Արաքսյան մշակույթի խանձարուրը։ Ինչ կա այդ խանձարորում, ինչեր եք հայտնաբերել, ինչ նմուշներ։ Գիտեք, կա գրեթե ամեն ինչ։ Կան դաշույններ, տարբեր տեսակի զենքեր, կավանոտներ, անկասկած, բայց այստեղ զարդեր, շքեղագույն զարդեր, այստեղ կարևորագույն մի հատկանիշ կա, որը մինչև հիմա ինձ համար դեռ մնում է հանելուկ։ Ես պայմանավորվել եմ մեր կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ, որպեսզի դա հետազոտենք ֆիզիկական մեթոդներով, տոմոգրաֆիկ մեթոդներով։ Ուրեմն էնեոլիթյան կամ խալկոլիթյան կամ պղնձե քարեդարյան, ինչպես ուզում ենք անվանենք, դա նույն երևույթներն են։ Ահա այդ ժամանակաշրջանի իշխանության խորհրդանիշ հանդիսացող մարմարացած կրաքարի գավազանի վրա ագուցված է երկաթի կտոր։ Սա անհավանական է։ Նույնիսկ երազում կարելի է չտեսնել երկաթ 4-րդ հազարամյակում։ Հասկանում եք, երբ երկաթե առաջի գտածոները գտան եգիպտական փարավոնի դամբարանում, դա արդեն մեծագույն սենսացիա առաջացրեց։ Բայց եգիպտականը ո՞ր թվականին էին գտել։ Ընդամենը 14-րդ դար Քրիստոսի ծննդից առաջ։ 1400 տարի մեծ։ Որտեղ երկաթի դարը սկսվում է 4000 տարի Քրիստոսից առաջ։ Այո, դա համար ասում են ֆանտաստիկայի ժանրից է սա։ Փաստորեն այն ինչը որ մենք այստեղ մտածում ենք, որ ինչպես կարող էր վաղ երկաթի ժամանակաշրջանից առաջ երկաթ լինել փարավոնի դամբարանում, այսինքն այդ երկաթի դարը սկսվում է Քրիստոսի ծննդից առաջ 12-րդ դարից, 11-րդ դարում երկաթի լայն կիրառման ժամանակաշրջանն է։ Եվ ահա երբ փարավոնների դամբարանը տվեց մեզ այդ գտածոն, այնուհետև մենք հիշեցինք, որ դամբարանում կա նաև դամբարանի հետ աղերսվող կա նաև գրագրություն։ Փարավոնը անդադ նամակներ է գրում խեթական հզոր արքային, նրանից խնդրելով երկաթե սրեր։ Սա ամեն կերպ մերժում է, որտեղ դա հավանաբար ստրատեգիական եւ սարսափելի թանկ ատոմային զենքներ այն ժամանակվա։ Նո, ամեն դեպքում երկաթի 1 գրամը 4-ից 8 անգամ ավելի թանկ է գնահատվել, քան ոսկին։ Հա։ Եվ տեխնոլոգիական իմաստով իսկապես ատոմային զենքին հավասարազոր մի բան էր։ Երկաթե սրի դեմ բրոնզի սուրը պարզապես թղթի պես կկտրվեր։ Եվ ինչն է հետաքրքիր, որ եգիպտական փարավոնը ասում է, ախր ես գիտեմ, իմ լրտեսները հաղորդում են, որ այդ սրերը պատրաստում են քո կայսրության արևելյան շրջաններում։ Նա էլ պատասխանում է, արևելյան շրջաններն այլևս ինչ չեն ենթարկում, այսինքն դա Հայաստանն է, հասկանում եք, հայկական լեռնաշխարհն է։ Եվ այստեղ են եղել առաջի կրածո, կոփածո, ուրեմն զենքերը երկաթե զենքերը։ Երբ ես ներքին նավերի առաջի դամբարանում հայտնաբերեցի երկաթե սանձ, շատերը սկսեցին կասկածել, որ ինչպես կարող է 3-րդ հազարամյակի վերջում թվագրվող դամբարանում երկաթ լինի։ Եվ միանգամից ասին անհնար է, դա սովորական բան է։ Մերժել ավելի հեշտ է։ Հա, միանգամից ասում ես գլխացավանքից ազատում։ Իսկ այստեղ այն ինչ որ մենք հիմա հայտնաբերել ենք, ավելի հին։ 1000 տարի ամենակիչը։ Ավելի հին, քան ներքին նավերի գտածը։ Այո, սա եւ ոչ միայն ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Սա փաստորեն կարող է պարզել, թե այն ժամանակ ինչպիսի երկաթ են օգտագործել, երկնակար է դա, որը ընկել է երկնքից, չեմ կարող ասել, դա ֆիզիկները թող որոշեն, կարող են նաև օգտագործել բնական երկաթը, բայց կա նաև երկաթի բնական կտորների օգտագործման ուրեմն թեզ, օրինակ նավերի գտածոն, ներքին նավերի, որը հետազոտվեց Գերմանիայում հայտնի գիտնական Պերնիցկայի կողմից, ահա նա ասաց, որ սա բնակտոր երկաթից է սարքած, ոչ թե արհեստական երկաթից։ Արհեստական երկաթի որակը շատ ցածր է,
Ընդհանրապես միայն մենուայից հետո Ուրարտուում կատարվեց այդպիսի ուրեմն մեծ Լաբորատոր լաբորատոր չէ, մեծ ռեֆորմ, որի ժամանակ բրոնզե զենքերը փոխարինվեցին պողպատե զենքերով։ Բայց ուրարտական երկաթը շատ վատ է պահպանում ժամանակի ընթացքում։ Իսկ սրանք հիանալի են պահպանված։ Այսինքն միայն երկնակարը եւ միայն բնակցին երկաթը կարող են ունենալ այդպիսի որակներ, որոնք ժամանակի համեմատ դիմակայուն են։ Այդպիսի հայտնագործություններ կան, որոնք որ դեռ process-ի մեջ են, դեռ ուրեմն ուսումնասիրման գործընթացի մեջ են, եւ ես հույս ունեմ, որ ճշգրիտ գիտությունների մեթոդներով կատարված հետազոտությունները կհիմնավորեն այն տեսակետները, որ այսօր ես ձեր հետ կիսվեցի։ Հիմա եղանակները տաքանալուց հետո նորից շարունակելու եք պեղումների աշխատանքը։ Հուսանք, որտեղ սա գիտեք այնքան կարևոր բան է, սա պետական ծրագիր։ Պետական խոշորագույն ծրագիր։ Այդպես կվարվեին հավանաբար շատ ու շատ երկրներ։ Առաջատար երկրները հատկապես ոչ միայն առաջ մեր հարևան, հիմա պատկերացեք, եթե այդպիսի մի գտածո լիներ հարևան Ադրբեջանում կամ Վրաստանում, կցնցեին աշխարհը։ Ինչ վերաբերվում կլներ պետականորեն այդ խնդրի հետ, այդ հուշարձանների պահպանության, քարոզման եւ այլ երևույթների հետ։ Կարելի է ձեզ հետ գալ պեղումների։ Սիրով Կամավորների կարիք չունեք։ Մեծ կարիք ունենք, որտեղ հսկայական աշխատանք կանելու եւ այս տարի մենք հատկապես մի ծրագիր ունենք պեղել մի դամբարան, որի անմիջական օրգանական մասն է կազմում այդ իշայծյամի ժառապատկերը։ Հասկանալու համար թե այնտեղ ով է թաքնված։ Սա ասում եմ, այնպեսի բացահայտում կարող է բերել, որտեղ նախ իշայծյամը ինչպես է հայտնվել հայկական լեռնաշխարհում։ Նախ եղել է, որ նկարել են, չէ, քանդակել են։ Երկրորդը այդ դամբարանի հետ կապը ով է եղել այդտեղ թաղված։ Դա պետք է լիներ քուրմ կամ բարձրագույն իշխանության կրող, որպեսի այդ լիներ։ Երկրորդը դա հիմք է, որպեսի մենք թվագրենք ժայռապատկերը։ Գիտեք, ժայռապատկերները սովորաբար չունեն թվագրման հստակ հիմքեր։ Բացօթյա պատկերներ են, որտեղ չկա մշակութային շերտ։ Իսկ այստեղ կապը դամբարանի հետ անմիջական է։ Սա ասում եմ, սա հայկական երևույթ չէ։ Սա համամարտկային երևույթ է։ Եվ հիմա մենք եկել հասել ենք դրանը ու պետք է բարձրապել հրել ու մտնել այդ դռնից ներս։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում եւ պիտի դիզայնից խոսք վերցնեմ, որ հենց որ դուրը բացիկ ներս մտակ, մեզ պիտի գաք ու պատմեք թե ինչ կար ներսում եւ մենք ձեզ եմ հրավիրելու։ Մեծ սիրով մենք իսկապես շատ բացառիկ բան կլինի բոլորիս համար, նաև ինձ համար որպես լրագրող գալ եւ մասնակից դառնալ այդ պատմական բացահայտումներին, որովհետեւ դա ուղղակի հնարավորություն կտա, որ մենք նորովին նայենք մեր հայկական քաղաքակրթությանը, հասկանանք արմատները որտեղ է, որովհետեւ ինչքան իջնում ենք, այնքան ներքևում արմատները ավելի շատ ու ավելի գեղեցիկ են դառնում։ Երբ որ մենք ավելի լավ ճանաչենք մեր արմատները, կկարողանանք նայել հզոր ապագային։ Հզոր արմատները խոստանում են հզոր սաղարթ։ Այո։ Պարոն Սիմոնյան, շնորհակալություն ձեզ շատ, ես շատ հարցեր ունեմ իհարկե, բայց ցավոք հաղորդման համար նախատեսված ժամանակը արդեն վաղուց սպառվել է, բայց կհանդիպենք հաջորդիվ։ Շատ մեծ ուրախությամբ, որովհետև վերին ու ներքին նավերի մասին էլ նախատեսում եմ, որ շատ պիտի խոսենք, բայց դրանց մասին չխոսեցինք ընդհանրապես, այդ կապն էի ուզում, այդ կապն էի ուզում ամբողջական տալ, բայց շատ ուրախ եմ, որ թե հնագիտական, թե կենսաբանական ԴՆԹ հետազոտությունները գալիս համադրվում են եւ այդ գտածոները, որոնք դուք գտնում եք մեր մայր հողի տաք գրկում թաքնված, իսկապես նորովի համադրվելով նորովի մեզ բացահայտելու հնարավորություն են տալիս։ Մենք մեզ բացահայտելու, մեզ ճանաչելու, մեր ինքնությունն ավելի հստակ դարձնելու ճանապարհին։ Շնորհակալություն ձեզ շատ ուժ ու եռանդ եւ երկար տարիների առողջ արև շատ օրեր եմ մաղթում ձեզ, որպեսզի կարողանաք ավելի լուրջ բացահայտումների հասնել։
Բարգավաճում իմ ժողովրդին։ Այո, ամեն։ Սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ, ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես շատ մեծ սիրով լսում էի այն բացահայտումների մասին, որ արել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի հնագիտական հետազոտությունների բաժնի վարիչ ԵՊՀ եւ Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Հակոբ Սիմոնյանն իր գործընկերների եւ իր թիմի հետ։ Շնորհակալություն ձեզ, պարոն Սիմոնյան։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։